Վերջին զանգ հեռուստանախագիծն ավարտվեց, սակայն սիրելի դերասանական զույգի Լևոնի և Ռոզայի շուրջ քննարկումներն ու հանրության ուշադրությունը շարունակում են նոր թափ ստանալ։ Շատերին հետաքրքրում է, ինչ նոր նախագծերում նրանք կհայտնվեն, արդյոք կունենան համատեղ պրոյեկտներ և ինչպես կզարգանա նրանց ստեղծագործական ճանապարհը առաջիկայում։ Այս ֆոնին ուշադրությունից չի վրիպում նաև Լևոն Մկրտչյանի կինը՝ Էվելինա Ստեփանյանը, ով ըստ որոշ դիտարկումների կարծես Ռոզա Դավթյանի հետ անտեսանելի մրցակցության մեջ է։ Թերևս պատճառը Լևոն-Էվելինա ամուսնական զույգի շուրջ երկրպագուների երբեմն սուր արձագանքներն էին։ Մեղմ ասած, շատերի սրտով չէր նրանց ամուսնությունը, քանի որ ըստ որոշ կարծիքների զույգը անհամապատասխան էր։ Այնուամենայնիվ, Star News-ը նման տեսակետ չի կիսում, թե Լևոնը, թե Ռոզան ամուսնացած են և մենք սպասում ենք նրանց կյանքում միայն լավ ու լուսավոր նորությունների սիրով լուսաբանելու համար։ Վերջին շրջանում Ռոզա Դավթյանի սոցհարթակային հրապարակումները հստակ գաղափարական ուղղություն ունեն՝ նոր տարի, նոր կյանք, առողջ ապրելակերպ, ինքնազարգացում և ինքնակրթություն։ Նրա agrառումներից զգացվում է կյանքի նոր փուլ մտնելու, ավելի լավին ձգտելու և չակերտավոր ասված նոր Ռոզա դառնալու ցանկությունը։ Դրան հաջորդեցին ընտանեկան հարաբերություններից փոքրիկ դրվագներ սթորի ձևաչափով, ջերմ պահեր զկեսուր մայրիկի հետ, ամուսնու եղբոր հետ հրապարակած հոլովակներ, իր մայրիկի հետ լուսանկարներ և այլ ընտանեկան ակնթարթներ, որոնք վկայում են խաղաղ ու ներդաշնակ մթնոլորտի մասին։ Սակայն այս ամենը անարձագանք չմնաց։ Էվելինա Ստեփանյանն իր հերթին հրապարակումներ արեց մայրիկի, զկեսուր մայրիկի, Լևոնի քույրիկի ընտանիքի հետ, ևս ընդգծելով ընտանեկան ջերմությունն ու համախմբվածությունը։ Իսկ ինչ վերաբերվում է առողջ ապրելակերպի թեմային, ապա Էվելինայի դիրքորոշումը որոշ չափով տարբերվում է։ Նա կարծես այն մտքին է, որ կյանքում վատը կարելի է կոմպենսացնել լավով, պահպանելով ներքին հավասարակշռությունն ու հոգեկան խաղաղությունը։ Նրա հրապարակած սթորին ևս այդ գաղափարն էր փոխանցում։ Կար շրջան, երբ ես ուտում էի բացառապես առողջ սնունդ։ Կար շրջան, երբ ես գիտակցված ինձ թույլ էի տալիս միայն վատ բաներ ուտել, մեղմ ասած թույն։ Հիմա շատ ավելի խելացի լուծում ունեմ՝ վատը լավով կոմպենսացնել։ Եթե իհարկե չեք ուզում կամ լուրջ պատճառ չունեք ձեզ լրիվ զրկել համով ու սիրելի, բայց ոչ էնքան օգտակար բաներից, կարճ ասած, եթե մի օր ինձ թույլ եմ տալիս խմել գազավորված ըմպելիք կամ ուտում եմ շատ շաքար, ֆասթ ֆուդ կամ լիքը վնասակար չիփսեր, թթու կծու քաղցր անհասկանալի բաներ, ապա դրան հաջորդող տևական ժամանակը միայն օգտակար սնունդով եմ հարստացնում։ Երեկ գիշերը մեր բոլորի սիրելի նուտելայից եմ կերել, իսկ այսօր ափսես լիքնաբանջարեղենով ու օգտակար մթերքներով։ Կյանքը կարճ է։ Ես ինձ չեմ ուզում կատեգորիկ զրկել որևէ բանից, թեև այո, կան մթերքներ, որոնք երբեք չեմ ուտի։ Մենք դրանք կարմիր լույսի նման բացառում ենք տանը։ Հետգրություն. շատ եք հարցնում պահքի մասին։ Թեև այդ թեման չեմ սիրում շոշափել ու ի լուր աշխարհի հայտնել, այս շրջանը հատկապես լռության շրջան է ինձ համար, բայց ասեմ, որ ես շատ արագ քաշի կորուստ եմ ունենում մեծ պահքի ժամանակ։ Դրա համար արդեն 2 տարի է, ինչ վերջին շաբաթում եմ միայն ծննդային պահքի մեջ, իսկ առհասարակ այս ընթացքը տարվա իմ ամենասիրելի ընթացքն է։ Լռության, խոնարհության, ներման, ապաշխարման, մաքրման ու բարի գործերի հրաշքներով լի 48 օրը։ Եվ ի վերջո պահքը միայն սննդին չի վերաբերվում, ասեմ ավելին, ամենաքիչն է սննդի մասին։ Դուք ձեզ կարող եք զրկել օրինակ որևէ կախվածությունից կամ վատ սովորությունից։ Կարող եք անդադար աղոթքի ու ապաշխարման մեջ լինել ու հավատացած եղեք, այդ կերպ ևս ընդունված կլինեք Տիրոջ կողմից։ Նշված էր Էվելինա Ստեփանյանի ինստագրամյան հարթակում արված սթորի բաժնի հրապարակման մեջ, որին հաջորդում էր նրա անկեղծ միտքն այս անգամ արդեն հոլովակի տեսքով, որն էլ առաջարկում ենք դիտել առանց մեկնաբանության։ Բարի օր բոլորին։ Ճիշտն ասած ափսոս էի նկարում, որ տեղադրեի, արդեն հացս կերավերջացրի, կտեղադրեմ, հետաքրքիր բաներ կասեմ օգտակար սննդի մասին, որովհետև ես ժամանակին բացառել էի լրիվ օգտակար սնունդը, հետո կար շրջան, երբ միայն ուտում էի օգտակար բաներ, որևէ վատ բան, լվացքս ավարտվեց, որևէ վատ բան չէի ուտում,
Բայց հետո եկավ պահ, երբ ես հասկացա, որ խելամտորեն կարելի է այդ հարցը լուծել, եթե ինչ-որ կոնկրետ ու հստակ պատճառ չունեմ ինձ զրկելու, ասենք չիփսերից, այն կծու քաղցր թթու անիմաստ կոնֆետներից կամ շատ շաքարից, որովհետև սիրում եմ քաղցրակերեմ, հիմա կոմպենսացնում եմ։ Վատը լավով կոմպենսացնում եմ, մանրամասն կգրեմ, բացի այդ պահքի մասին եք շատ հարցեր տալիս, հիմա դրան էլ կանդրադառնանք։ Պահքի մասին, թեև այս շրջանը լռության շրջանա, խոնարհության, զրկանքներդ լուր, առանց իլուր աշխարհի կրելու մասին է, բայց քանի որ հարցնում եք, անկեղծորեն ասեմ, ես մեծ պահքի մեջ եղել եմ մի քանի տարի պարբերաբար, եւ դա չափազանց սիրուն շրջան է եղել իմ կյանքում, բայց վերջին անգամ հասկացա, որ ես ֆիզիկապես այլևս անուժ եմ, որովհետեւ քաշ եմ կորցնում, իսկ հետո շատ ավելի դժվար վերականգնում եմ քաշս։ Ինձ մոտ դժվար է, չգիտեմ, իմ ֆիզիոլոգիան հենց այդպիսին է, ես քաշի ավելցուկ երբեք չեմ ունենում, բայց շատ արագ կորցնում եմ, ինչևէ։ Եվ վերջին 2 տարիներին հիմնականում վերջին 1 շաբաթում եմ պահքի մեջ լինում, սննդային պահքի, բայց ի վերջո այս շրջանը աղոթքի, լռության, ապաշխարման, ներման, առաջին քայլ անելու, խոնարհության մասին է, եւ միայն այդ դեպքում դու կլինես ընդունելի ըստիս, այլ ոչ թե դնես ու հաշվարկես, վայ, այս ինչը կերա, այս ինչ մեղք ես գործեցի, հատկապես անգիտակցաբար, երբ դու ինչ-որ կենթանական ծագման բան ես ուտում, դա մեղք համարել չի կարելի։ Ավելի պիտի խորանալ ըստիս, խորհրդի մեջ եւ ոչ թե արտաքին սննդային հանգամանքների։ Ներողություն եմ խնդրում, համենայն դեպս ես շատ լավ է, շատ հաճելի է, երբ մարդիկ 48 օր այդ շրջանի մեջ են լինում, նաև սննդային պահքի մեջ են լինում, դա հանճարեղ է, բայց եթե չեք կարողանում, մի դատեք ձեզ, փորձեք աղոթքի մեջ լինել ընդհանրապես։ Բայց սիրելի մարդիկ, դուք կարող եք ձեզ զրկել ամենավնասակար սովորություններից, այն բաներից, որոնցից ունեք կախվածություն, որոնք վատ են անդրադառնում ձեր կյանքում։ Եվ դա եւս Աստծո կողմից լինի ընդունելի։ Մեծ պահքը նրա մասին չի, որ դու հասնես հիվանդանոց, ձեռք բերես առողջական շատ լուրջ խնդիր։ Քահանաները նույնպես ասում են հղի կանայք, նույնիսկ ծոմապահության ժամանակ, երբ դու ծոմ պահած պիտի լինես ու մոտենաս հաղորդությանը, պատարագի վերջում, քահանաները ասում են, ովքեր որ ֆիզիկապես հնարավորություն չունեն, ունեն հիվանդություն, ունեն ինչ-որ տկարություն կամ հղի կանայք, մի արեք այդ բանը, ուշաթափության մի հասեք,